Հայաստանն ապրում է հետպատերազմյան շրջան։ Պետությունը կանգնած է լուրջ գոյաբանական հարցերի եւ ինքնության վերարժևորման խնդիրների առաջ։ Ինչ հենման կետ կա այս իրավիճակում պարտության բեռը թոթափելու եւ առաջ գնալու համար։ Ի վերջո ովքեր ենք մենք, հայերս, ինչ գիտենք մեր մասին, ինչ ենք արել, ինչ ճանապարհ ենք անցել մինչև հասել ենք այսօր այստեղ, երբ ներկան թույլ է եւ խոցելի, ապագան մշուշոտ։ Ճգնաժամը հաղթահարելու բանալին շատ հաճախ թաքցնում է մեր սեփական պատմությունը։ Երբ թերթում եմ մեր պատմության էջերը, ինձ համակում են երկու իրարից տարբեր զգացումներ։ Մի կողմից ուրախություն, ցնծություն, հպարտություն, մյուս կողմից ցավ, ափսոսանք, երբեմն անասելի բարկություն։ Պարտության եւ հաղթանակի անվերջանալի մի շրջան։ Պատմության անիվը հաճախ պատտվել եւ մեզ առերեսել է նույն կետին, նույն խնդրին, պայքար գոյության համար, լինելիության, ապրելու իրավունքի, ոնց կուզեք, ու գրեթե միշտ այդ պատճառները եղել են իրար շատ նման, գրեթե նույնը։ Որոնք են այդ պատճառները, ինչու ենք պարտվել, ինչպես են կարողացել դիմակայել եւ հաղթել, որոնք են եղել հաղթանակի պատճառները, ովքեր են եղել այդ հաղթանակները կերտողները, ինչ արժեքներ են ունեցել, ինչ հեղինակություն են ունեցել ժողովրդի մեջ, ինչ որոշումներ են կարողացել կայացնել ճգնաժամային ծանր իրավիճակներում եւ վերջապես որն է մեր կենսունակության, լինելիության եւ հարատեվության բանալիները։ Եկեք փորձենք հասկանալ միասին, թերթելով մեր պատմության մի քանի, բայց շատ կարևոր էջեր։ Ազիվ 30 տարի, ինչ Հայաստանը քրիստոնեություն ընդունել էր որպես պետական կրոն։ Այդ ժամանակ նրա դաշնակիցն էր ժամանակի գերտերություններից մեկը, հռոմեական կայսրությունը, որը դեռ գոյություն ուներ։ Հռոմը դարձավ նաև Հայաստանին կրոնակից, պաշտոնապես ընդունելով քրիստոնեությունը։ Սասանյան Պարսկաստանը Հռոմի եւ Հայաստանի դաշնակցությունը գնահատում էր իբրև սարսափելի սպառնալիք եւ փորձում էր Հայաստանի վրա պարսկական ազդեցությունն ավելացնելով կազմաքանդել երկիրը։ Պարսկաստանին հաջողվեց հայ կուսակիցների ձեռքով սպանել հայոց սրտատ թագավորին։ Լուսավորչի որդի Արիստակես կաթողիկոսը հռոմեացիների օգնությամբ անմիջապես համախմբեց ուժերը եւ Տրթատի որդի Խոսրով Կոտակին գահ բարձրացրեց։ Սակայն պարսկասեր հայ իշխանները սպանեցին նաև կաթողիկոսին։ Նոր թագավորը խաղաղասեր եւ թույլ մարդ էր, իսկ նախարարները շարունակ ապստամբում էին կենտրոնական իշխանության դեմ, ուստի երկիրը մատնվեց կատարյալ անիշխանության։ Ահա այսպիսի իրավիճակում պարսիկները հայ նախարարների գզվրտոցից օգտվելով դրդեցին հարևան մասկուտներին հարձակվել Հայաստանի վրա։ Մասկուտները Սանեսան թագավորի առաջնորդությամբ հյուսիսից արշավեցին Հայաստանի վրա ու սկսեցին ավերել երկիրը։ Խոսրով թագավորը եւ Վրթանես կաթողիկոսապետը փախան եւ ապաստանեցին Կոգովիտի անառիկ ամրոցում։ Իսկ հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանն այդ ժամանակ գտնվում էր Հռոմում։ Ու ոչ ոք չկար, որ պայքարեր թշնամու դեմ, գրել է պատմիչը։ Ու ահա թե ինչպես զարգացան իրադարձությունները։ Հայաստան ներխուժած մասկուտների զորքը անխնա ավերում էր հայոց գյուղերն ու քաղաքները։
Գուգարած կողմից երկրի պաշտպաններին չի հաջողվում կասեցնել արշավանքը։ Մարտերից մեկում զոհվում է նաև Գուգարած բդեշխը։ Մասկուտների զորքը սրընթաց արշավում է դեպի հայոց մայրաքաղաք Վաղարշապատ, որովհետև մտածում էին, որ ով տիրել է մայրաքաղաքին, տիրել է նաև ամբողջ երկրին։ Վաղարշապատի փոքրաթիվ կայազորը չի կարողանում դիմադրել նրանց։ Երկար պաշարումից հետո հայոց մայրաքաղաք Վաղարշապատը անկում է ապրում։ Հայաստանի ներսում բուրըն գործընթացներ էին տեղի ունենում, բայց Հայաստանից դուրս խաղաղ էր, կայուն իրավիճակ էր եւ այդպես թուլացան, նաեւ հոգեբանական ինչ-որ թուլության նշաններ կարելի է տեսնել եւ անսպասելի էր այդ մասկոտների հարձակումը։ Մասկոտների արքա Սանեսանը հսկայական ուժեր է կորցնում արշավանքի ժամանակ եւ որոշում է երկրի հիմնական գրավումը թողնել Գառնանը ու տեղավորվում հայոց մայրաքաղաք Վաղարշապատում ձմեռելու։ Նա իր ուժերը 3 մասի է բաժանում. գլխավոր մասը Վաղարշապատ, մնացած զորամասերը Ցուլի գլուխ լեռան ստորոտում եւ Օշականում։ Հայկական կողմը այդ ժամանակը օգտագործում է Գառնանային մարտերին վերապատրաստվելու համար։ Հայաստան է վերադառնում նաև Վաչե Մամիկոնյան սպարապետը եւ հավաքում երկրում մնացած բոլոր ուժերը։ Շատ կարևոր էր բարոյահոգեբանական իրավիճակը, որ տիրում էր երկրում եւ մարդկանց մոտ հաղթանակի նկատմամբ հավատի վերականգնումը, որովհետեւ ինչքան ավելի անսպասելի է պարտությունը, այնքան ավելի խորն է հիասթափությունը, ընկճվածությունը եւ այդ ընկճվածությունից դուրս գալն էր գլխավոր խնդիրը, որին կարողացան հասնել։ Հակահարձակման համար սպարապետը ուժերը տեղավորում է Արագածոտնի բարձրադիր վայրերում եւ որպեսզի չեզոքացնի մասկուտների առավելությունը, դիմում է ռազմավարական մի շարք հնարքների։ Նա որոշում է նախ ոչնչացնել մասկուտների առավել մեծ խմբավորում։ Հետախուզությունը անցնում է գործի։ Հետախուզության տվյալներով ճշտվում է մասկուտների առավոտյան կրոնական արարողության ժամը։ Հայոց զորքը հարձակվում է հենց այդ ժամին, երբ մասկուտները առավել խոցելի են եւ չեն կարողանում դիմադրություն ցույց տալ։ Խղճահարության մեջ մենք կարող ենք ընկնել որպես մարդ, որպես անձ, բայց որպես պետության շահերը պաշտպանող անձ, այս պարագայում կարող ենք դրանից զերծ մնալ։ Հայոց սպարապետը զորքերով շարժվում է դեպի Արարատյան դաշտ, որպեսզի ջախջախի Սանեսանի գլխավոր ուժերը։ Անսպասելի գրոհով հարձակվում է եւ ազատագրում հայոց մայրաքաղաք Վաղարշապատ։ Թշնամու զորքերը խուճապահար փախչում են դեպի Օշական։ Այստեղ արդեն նրանց դիմավորում է հայկական այրուձին եւ կիրառում մարտավարական հնարք, որպեսզի մասկուտները չկարողանան շրջանաձև նետաձգություն վարել, ինչում նրանք շատ ուժեղ էին։ Հայոց զորքերը նրանց քշում են դեպի քարքարոտ եւ դժվար տեղանք, իսկ Վաչե Մամիկոնյանը նրանց զրկում է նաև նահանջելու հնարավորությունից եւ մասկուտների զորքը ուղղորդում դեպի Քասախգետի ձորը։ Դա ըստ էության տարբեր ցեղերից կազմված մի համադաշնություն էր։ Այդպիսի ցեղերը հաճախ էին դաշինքներ կազմում եւ հաճախ էլ խարխլվում էին նրանց դաշինքները, ցրվում էին եւ սկզբունքային նշանակություն ուներ առաջնորդի կերպարը։ Եվ եթե այդպիսի միության, այդպիսի դաշինքի առաջնորդին ոչնչացնում ես, նրա բանակը ցրվում է։ Զրկվելով գործողությունների ազատությունից, մասկուտների զորքը Քասախի ձորում ջարդվում է։ Զոհվում է նաև թագավոր Սանեսանը։ Հայկական զորքը թշնամուն հալածում է մինչև Հյուսիսային Կովկաս։ Շատ քչերին է հաջողվում ողջ դուրս գալ Հայաստանից։ Արյունը գետի նման առատ հոսում էր եւ թիվ չկար սպանված զորքին։ Դիակների բազմությունն այնքան շատ էր, որ օդը նեխում էր, գրում է պատմիչը։ Օշակային ճակատամարտից հետո մասկուտները որպես քաղաքական ուժ ուղղակի գոյություն չունեն։ Գրեթե վստահ եմ, որ շատ-շատերը չգիտեն մեր այս պատմական դրվագի մասին, թե ինչպես ենք ռազմական անհաջողությունը վերածել փառահեղ հաղթանակի։
այստեղ, հենց այս վայրում, երբ մարդիկ ամեն օր արթնանում եւ շտապում են իրենց գործի, հայերը կարողացել են ջախջախիչ պարտության մատնել թշնամուն։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասում էր. աշխարի ոչ մի բռնակալ, ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել ընկճել մեր ազգի կենսունակությունը։ Սա մեր աներևակայելի կենսունակության օրինակներից է, որը տալիս է առաջին բանալին։ Պետք է ճանաչենք ինքներս մեզ, մեր հնարավորությունները։ Ճանաչենք, որպեսզի կարողանանք սթափ ձևավորել մեր ինքնագնահատականը։ Հարկավոր է ճանաչել մեր սեփական առավելություններն ու թուլությունները, որպեսզի չընկնենք ոչ ազգային սնապարտության, ոչ էլ ինքնանվաստացման գիրկը։ Միայն մեր առավելությունների ու թուլությունների ճանաչմամբ եւ գիտակցմամբ կարող ենք կառուցել մեր ճիշտ հանրային հարաբերությունները եւ հաղորդակցությունը արտաքին խաղացողների հետ։ Ինքնահազորացում, ինքնաճանաչման միջոցով։ Սա է ամենակարևոր բանալին։ Հայաստանի թշնամիները չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ չեն կարողանում գրավել մեր երկիրը, թեև երբեմն դա նրանց հաջողվում էր հյուծիչ պատերազմներ վարելով։ Այդպիսի մի ժամանակաշրջան էր 360-ական թվականները, երբ Սասանյան Պարսկաստանը չկարողանալով նվաճել երկիրը, հյուծիչ պատերազմներ էր վարում երկրի ծայրամասերում։ Ի վերջո շապուհը խորամանկությամբ գերեվարում է Հայաստանի Արշակ II թագավորին եւ սպարապետ Վասակ Մամիկոնյանին եւ արշավում գահից զրկված Հայաստանի վրա։ Ընդ որում նա դա անում է Պարսկաստանի կողմն անցած երկու հայ իշխանների՝ Մերուժան Արծրունու եւ Վահան Մամիկոնյանի ձեռքով, որոնք Պարսից զորքը բերում են սեփական երկրի վրա։ Երկրի կառավարումը իր վրա վերցրեց հայոց Փարանձեմ Թագուհին, ով 14 ամիս դիմադրեց պարսիկներին փակված մնալով ամրոցում։ Ու ահա թե ինչպես զարգացան իրադարձությունները։ Հայոց Փարանձեմ Թագուհին 11 հազարանոց ընտիր զորքով եւ արքունի գանձերով պատսպարվում է Արտագերսի ամրոցում։ Նրա մոտ են գալիս երկու հայ դավաճան իշխանները, հանձնվելու առաջարկ անելով։ Փարանձեմ Թագուհին լինելով խոհական, հայրենասեր, հուզական, ասում են, որ շատ լացելով, մխկտալով, համոզելով, տարբեր կերպ համոզելով կարողանում է իր կողմը գրավել այս դավաճան իշխաններին եւ հենց նույն իշխանների միջոցով լուր ուղարկել Պարսկաստան, թե հանձնվելու այս առաջարկի մասին մտածելու համար 2 օր է խնդրում։ Երբ որ մարդ կարողանում է դնել իր առաջ նմանատիպ նպատակ, ինքը կարողանում է հաշվարկել նաև իր քայլերը։ Ու այդ ժամանակ ինքը իր դիմացի անձին կարող է տեսնել այլ դերակատարման մեջ եւ կիրառել նրա հնարավորությունները այդ իսկ նպատակի շահերից ելնելով։ Իմաստուն Թագուհին ժամանակ էր շահում։ Իրականում նա ծրագրում էր գիշերային ռազմական գործողություն եւ հենց նույն օրը գիշերով հայոց զորքը գախտագողի դուրս է գալիս ամրոցից եւ հանկարծակի հարձակվելով Պարսից քնած բանակի վրա ջախջախում։ Մինչև կատաղած շապուհ արքան նոր բանակ կհավաքեր եւ նորից կմիավորեր իր ուժերը, Փարանձեմ Թագուհին հասցնում է որդուն Պապ թագավորին ուղարկել Հռոմի կայսրից օգնություն խնդրելու նպատակով։ Չնայած Հռոմը ամոթալի հաշտության պայմանագիր էր կնքել Պարսկաստանի հետ եւ դրանով խոստացել էր դադարեցնել օգնությունը Հայաստանին։ Եվ բնական է, որ չէր ուզում օգնել Պապին, բայց գիտակցում էր նաև, որ չի կարող թույլ տալ Պարսկաստանի գերիշխանությունը տվյալ տարածքում։
Այսպիսով, արտագերծի բացառիկ պաշտպանությունը կատարում է իր պատմական առաքելությունը։ Հռոմեական կայսրությունը ընդունում է Պապի հայոց թագավոր լինելու փաստը, օգնում նրան եւ պատվով հետ ճանապարհում Հայաստան։ Երբ Պապը սկսեց իր գործունեությունը, երբ առաջին անգամ նա փորձեց պարսիկներին դուրս քշել Հայաստանից դեռ առանց հռոմեացիների օգնության, նա ուներ իր ձեռքի տակ ընդամենը 10,000 զինվոր։ Պարսիկներին առաջին հարվածով դուրս քշելուց հետո, երբ պարսիկները առաջին անգամ փորձեցին Պապին տապալել, Գանձակի ճակատամարտում հայկական զորքի թիվը ընդամենը 40,000 էր։ Իսկ արդեն դրանից մի տարի անց, երբ պատերազմն արդեն ավարտվել է, մենք տեսնում ենք, որ նա գրեթե վերականգնել է այն թիվը, որը կար խաղաղ բնական պայմաններում, այսինքն 90,000-ի է հասցրել, այսինքն նա վերականգնել է զինված ուժերը շատ ծանր ճգնաժամային իրավիճակից հետո, ընդ որում դա արել է կարճ ժամանակաշրջանում, ավելի արագ, քան տնտեսությունը կհասցներ վերականգնել։ Պատմական այս իրադարձություններից հետո Պարսից արքան Շապուհը եւս մեկ անհաջող ռազմական գործողություն է ձեռնարկում, եւ Արևելքի տիրակալը այդ փորձի ժամանակ մի կերպ է փրկվում, բայց նրա հարեմն ամբողջությամբ գերի է ընկնում։ Պատմիչները փաստում են, որ Շապուհ արքան զարմացած էր եւ թերևս հիացած Մուշեղ Մամիկոնյանի հայոց սպարապետի ազնվությամբ եւ խիզախությամբ, որովհետեւ նա պարսկական հարեմը անվնաս ազատ է արձակում, վերադարձնելով Պարսից արքային։ Ի նշան հարգանքի Շապուհը փորագրել է տալիս սպարապետի պատկերը գավաթին։ Այսկապես փաստ է, ոչ սնապարծություն է, ոչ էլ մեր ազգին փնովելու ցանկություն է, կան ազգեր, որոնք քաղաքակրթական փոփոխություններ են բերում եւ ազդեցություն են ունենում, կան ազգեր, որոնք չունեն կամ ավելի նվազ ունեն այդ քաղաքակրթական նշանակությունը։ Մենք ունենք քաղաքակրթական նշանակություն, այլ հարց, որ դրա այսպես լուսավառումը գուցե ամենատարբեր ժամանակներում խավարել է, մարել է, նվազել է։ Այդուհանդերձ Շապուհ արքան չի հանդարտվում։ Նա շարունակում է նորանոր բռնություններ գործել հայերի նկատմամբ։ 371 թվականին տեղի է ունենում թերևս ամենամեծ եւ ամենաավերիչ պատերազմը, որը ուներ մի նպատակ՝ վերջնականապես ոչնչացնել հայոց աշխարհը։ Այդ ավերիչ պատերազմի ընթացքին միանում են աղվանքի եւ լեզգինների թագավորները, ինչպես նաեւ դավաճան հայ Մերուժան Արծրունին։ Մեր բոլոր պատերազմները, ձախողված պատերազմները, դրանք ոչ թե թշնամու ավելի ուժեղ լինելու մասին էին խոսում, որովհետև շատ ավելի ուժեղ թշնամիների են դիմագրավել եւ հաղթել, այլ դրանք միշտ տեղ են ունեցել այն ժամանակ, երբ որ մենք ունեցել ենք ներքին անհամաձայնություններ, խորքային անհամաձայնություններ եւ ոչ միասնական կառավարում։ Հայերին օգնում է հռոմեական մեկ զորամիավորում։ Ճակատամարտը տեղի է ունենում Ծիրավի դաշտում։ Մարտից առաջ հայերը խրամ են փորում, որը օգնում է նրանց հետագայում մանևրելու։ Առաջին իսկ բախման ժամանակ հայերը հետ են քաշվում դեպի խրամը, որը նրանց տալիս է հնարավորություն պաշտպանվել հռոմեական հետևակի վահանների պատի հետևում։ Պարսիկները գալիս են առաջ եւ չեն կարողանում անցնել խրամը, հայտնվելով շատ անբարենպաստ վիճակում։ Հռոմեական զորաբանակը չի դիմում հարձակվողական գործողությունների։ Նրանք այդտեղ են միայն պաշտպանելու հայկական զորամասերին, վահանափակելով նրանց հետ քաշվելու ժամանակ։ Սա տալիս է հնարավորություն հայերին վերադասավորվելու եւ նոր ուժերով հարձակվելու։ Այս ճակատամարտում հայերը կարողանում են սպանել իրենց թշնամի լեզգինների թագավորին, իսկ աղվանքի թագավորը վիրավորվում է սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հետ մենամարտի ժամանակ։ Պարսկական զորագնդերը մնում են առանց միասնական ղեկավարման։ Նրանց միջև փոխգործողությունները կազմաքանդվում են, եւ նրանք խուճապահար փախուստի են դիմում։ Հայոց զորքը շարունակում է հետապնդել ոսոխին, ավարտին է հասցնում ջախջախումը, գերեվարում է դավաճան նախարարներին եւ մահապատժի է ենթարկում։
Երբ կարդում եմ արշակունիների պատմությունը, ինձ դարձյալ համակում են նույն հակադիր զգացումը՝ հպարտություն եւ ափսոսանք։ Արշակունիները ցանկանում էին ստեղծել ուժեղ, կենտրոնացված պետություն, իսկ մեր հայ ֆյոդալ նախարարները հակառակը։ Յուրաքանչյուրը ցանկանում էր ամրապնդել իր անջատ ու անկախ իրավունքը։ Իսկ օտարները միշտ օգտվել են մեր նախարարների համառ ապստամբություններից թագավորական իշխանության դեմ։ Նույնիսկ աջակցում եւ հովանավորում էին նրանց, որովհետեւ հասկանում էին, որ դա Հայաստանի քանդման ամենավստահ ճանապարհն է։ Հարևան կայսրությունները չէին կարողանում հանդուրժել Հայաստանի միացումն ու հզորացումը։ Եվ ինչ էինք անում մենք։ Երբ հարկավոր էր միասնություն ցուցաբերել, անում էինք ճիշտ հակառակը։ Եվ եթե պետք էր, անգամ սեփական երկրի վրա օտար բանակ էինք բերում։ Մեր թշնամիները միշտ են իմացել, որ մեր միասնությունը իրենց դեմ ուղղված լավագույն զենքն է։ Սակայն միասնությունը նաև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Պատասխանատվություն ոչ թե անձնական շահը առաջ մղելու, այլ հանրային եւ պետական։ Եվ ուրեմն հաջորդ բանալին ընդհանուր շահի մեջ է անհատի բարօրությունը։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ քիչ չեն եղել պետության շահի համար պատասխանատվություն ստանձնած առաջնորդները։ Նրանցից էր Պապ Թագավորը։ Ձիրավի ճակատամարտում տարած հաղթանակից հետո վերջ դրվեց Պարսկաստանի դեմ շուրջ 40 տարի մղվող պատերազմներին։ Մեծ հայքի թագավորությունն աստիճանաբար սկսեց զարգանալ, բայց մեր նախարարների անջատողական, պառակտողական քաղաքականության պատճառով երկրի պետականությունը կրկին սկսեց թուլանալ եւ 50 տարի անց մենք ուղղակի կորցրինք մեր պետականությունը։ Մեր թշնամուն հաջողվեց հասնել իր նպատակին։ Եվ միայն 460 տարի անց 9-րդ դարում մեզ կրկին հաջողվեց վերականգնել մեր պետականությունը։ Հաջորդ հաղթական ճակատամարտը մեր պետականության վերականգնման պատմությունն է։ Յոթերորդ դարում արաբական քոչվոր եւ կիսաքոչվոր ցեղերը միավորվել էին իսլամի դրոշի տակ եւ ստեղծել արաբական խալիֆայությունը, որը կարողացել էր ժամանակի երկու տերությունների, գերտերությունների դեմ պայքարում կործանել շահական Պարսկաստանը եւ գրեթե 4 անգամ կրճատել Բյուզանդիայի տարածքը։ Յոթերորդ դարի կեսերին արաբներն առաջին անգամ արշավեցին նաև Հայաստան։ Նրանց կասեցնելու համար հայերը դիմեցին դիվանագիտության։ Կնքեցին պայմանագիր, որով հայկական հողերի մեծ մասը մտավ արաբական խալիֆայության կազմի մեջ։ Փոխարենը հայ նախարարները կարող էին մինչև 15,000 զորք ունենալ, իսկ այլ պետությունների հարձակման դեպքում արաբական զորքը պաշտպանելու էր հայկական սահմանները։ Արաբները Հայաստանում իսլամ չէին տարածելու եւ այստեղ կառավարելու էին արաբ ոստիկանները կամ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ 7-րդ դարի վերջում արաբական խալիֆայությունում երկպառակություն է սկսվում եւ օգտվելով դրանից հայերը Բյուզանդիայի հետ դաշնակցելով որոշում են ազատել երկիրը օտարի լծից։ Օրինակ աղցքի ճակատամարտում հայկական 5,000-անոց բանակը դուրս է գալիս արաբական 30,000-անոց բանակի դեմ եւ ջախջախում նրան։ Աշոտ Բագրատունուն հաջողվում է 885 թվականին վերականգնել հայոց պետականությունը։ Նա հզորացնում է բանակը, հզորացնում է երկրի տնտեսությունը, արաբներից ետ է խլում հայերից վերցրած հողերը։ Նրա որդին Սմբատ թագավորը թեև շարունակում է հոր գործը, բայց նա դեռ պետք է պայքարեր թե ներքին, թե արտաքին արաբական խալիֆայության դավադրությունների դեմ։ Ու ահա թե ինչ զարգացում ունեցավ ընթացքը։
Ատրպատականի Էմիր Աբշին Խալիֆը հանձնարարել էր Հայաստանից ստանալ հարկը եւ հսկել, որ հայերը չդաշնակցեն բյուզանդացիների հետ։ Ուստի հայ-բյուզանդական առևտրական պայմանագիրը նա դիտում էր իբրև հայերի կողմից հնազանդության խախտում։ Հայ-բյուզանդական ռազմական դաշինքի ձևավորման հեռանկարից վախեցած խալիֆայությունը որոշում է արշավանք ձեռնարկել Հայաստան, ինչի մասին իմանում է հայկական հետախուզությունը։ Սմբատ առաջինը կարևոր նշանակություն էր տալիս ոչ միայն ռազմական, տնտեսական, քաղաքական եւ դիվանագիտական գործոններին, այլ նաեւ տեղեկություններին տեղեկացված լինելուն, ինչը եւս նրա թերևս բացառիկ մտավոր ունակությունների վկայությունն է։ Իսկ այս միջադեպը հետաքրքիր է նաեւ նրանով, որ նա ցույց տվեց դրանից հետո նաեւ իր դիրքը եւ իր իշխանության աստիճանը։ Հայոց արքան 30,000-անոց բանակով ճամբար է դնում Ատրպատականի սահմանից քիչ հեռու, Աբշինին հենց արշավանքի սկզբից զրկելով ռազմավարական եւ մարտավարական նախաձեռնությունից։ Աշոտ Բագրատունու որդին Սմբատ առաջինը նաեւ հաշվարկել էր անարյուն հաղթանակի հնարավորությունը։ Նա լուր է ուղարկում Աբշինին, որ հայ-բյուզանդական համաձայնագիրը ոչ միայն ուղղված չէ խալիֆայության դեմ, այլ կարող է նպաստել նաեւ Միջագետքի եւ Իրանի տարանցիկ առևտրին։ Աբշինը համոզվելով վերադառնում է Ատրպատական։ Եվ պատմական իրադարձությունները մեզ ցույց են տալիս, որ մենք կարող ենք գնալ եւ հարևան պետությանը ասել, որ մենք տալու ենք այն հարկը, որը մեզ հարմար է, կամ չենք տալիս ընդհանրապես։ Սմբատ արքայի իշխանությունը ամրապնդվում էր, իսկ դա խանգարում էր խալիֆայության զավթողական ծրագրին։ 893 թվականի Դվինի երկրաշարժից հետո, օգտվելով առիթից, որ հայոց արքան զբաղված է երկրաշարժի հետևանքները վերացնելով, Աբշինը ներխուժում է Հայաստան, գրավում Նախիջևանը ու շարժվում դեպի Դվին։ Սմբատ առաջինը ավերածություններից եւ ասպատակություններից խուսափելու համար հաշտություն է առաջարկում եւ Աբշինի մոտ ուղարկում Գևորգ Կաթողիկոսին։ Աբշինը մերժում է հաշտության առաջարկը, իսկ Կաթողիկոսին բանտարկում։ Քանի որ հանկարծակի հարձակումով թշնամի ներխուժել էր երկրի կենտրոնական շրջանները, ուստի Սմբատը որոշ հեռավորություն է վերցնում եւ բանակը կենտրոնացնում Արագածի հարավային ստորոտում գտնվող Վժան գյուղում։ Ամբողջ իշխանությունը Հայաստանում իրեն է պատկանում։ Ռազմական իշխանությունն էլ է իրեն պատկանում, տնտեսական իշխանությունն էլ, քաղաքականն էլ, եւ ամեն ինչ ինքն է վերահսկում։ Եվ արաբները չունեն որևիցե այլ տարբերակ, բացի իր հետ պայմանավորվելուց եւ վերջնական արդյունքում իրեն որպես թագավոր ճանաչելուց։ Տեղանքի ընտրությունը պատահական չէր։ Դա մի քանի խնդիր էր լուծում։ Նախ, թշնամու հարձակման դեպքում զորքը կարող էր նահանջել հյուսիս դեպի հարավ շարժվող զորամասերին ընդառաջ, միավորվելուց հետո լեռան լանջերին նպաստավոր բնագծեր զբաղեցնել ու դուրս գալ վճռական մարտին։ Բնականաբար Աբշինը շարժվում է դեպի Արագածոտը, հետո հասկանում, որ ծուղակն է ընկել։ Քանի որ նա հայտնվել էր լեռան լանջին, պիտի գրոհեր դեպի վեր։ Չհամարձակվելով ռազմերթը շարունակել, նա Դողս գյուղից քիչ հեռու ճամբար է դնում։ Իսկ այդ ընթացքում Սմբատի բանակի գլխավոր ուժերը միավորվում են ու շարժվում թշնամուն ընդառաջ։ Աբշինը հարկադրված զորքը ճամբարից հանում է եւ շարում է մարտակարգով։ Հայերը օգտագործելով տեղանքը վերևից հարձակվում են թշնամու վրա։ Աբշինին չի փրկում նույնիսկ իր ծրագրած հնարքները։ Նա մի քանի հակագրոհ է կազմակերպում, ի վերջո նահանջում է։ Հայերը հետապնդում են Աբշինի ողջ մնացած զորքին եւ վերջնականապես կոտորում։ Ճակատամարտն ավարտվում է հայերի լիակատար հաղթանակով եւ Ամիրան ի վերջո բանակցություններ է խնդրում։ Դողսի ճակատամարտը շատ կարևոր քայլ էր որպես հիմք հետագա հաջողությունների համար։ Իհարկե, եթե մենք նայում ենք մինչև Աշոտ երկաթի գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում այնուամենայնիվ այդ նպատակներին հասան։ Ցավոք այս փառահեղ ռազմաքաղաքական հաղթանակ ամրագրվեց մեծ դժվարությամբ, որովհետև արաբները դիմեցին փորձված մեթոդին։ Ինչպես միշտ, հայերին պետք է ոչնչացնել հայերի ձեռքով։ 3 թագավոր՝ Աշոտը, նրա որդի Սմբատը եւ Սմբատի որդի Աշոտը երկաթ պատվանունով բառացիորեն զոհասեղանին դրեցին իրենց կյանքը։
Երբ դավաճանների օգնությամբ արաբները արշավում են Սմբատի վրա եւ գերի վերցնում, տանում են նրան դերևս չհանձնված հայկական ամրոցի մոտ, որ համոզի նրանց հանձնվել։ Սմբատը հակառակը պայքարելու կոչ է անում ապստամբած ժողովրդին, ինչի համար նրան հրապարակում խաչում են։ Սմբատ արքան մեզ տալիս է հաջորդ բանալին։ Հավատ սեփական ուժերի եւ պայքարի նկատմամբ եւ նպատակին հասնելու համառություն։ Արաբները կարծում էին, թե Սմբատի մահապատժով ծնկի կբերեն հայ ժողովրդին։ Բայց տեղի ունեցավ լրիվ հակառակը։ Հայ ժողովուրդը համախմբվեց, ոտքի ելավ եւ սկսեց պայքարել իր պետականության եւ անկախության համար։ Իսկ այդ պայքարը գլխավորում էր Սմբատի ավագ որդին, Աշոտ II, նույն ինքը Աշոտ Երկաթը։ Նա շատ հետաքրքիր մարտավարությամբ ազատեց Հայաստանի ամրությունները, ուր ներխուժել էին Ատրպատականի զորքերը։ Արագաշարժ զորամասերով նա անսպասելի հարվածում էր հակառակորդին, ծախսելով ընդամենը մի քանի օր ու պաշարները լրացնելու համար արագ վերադառնում էր մոտակա ամրոցը։ Նա այնքան արագ էր գործում, որ հակառակորդը անգամ չէր էլ հասցնում հակաքայլ ձեռնարկել։ Այսպես արագ նա ազատագրեց Բագրևանդը, որը երկրի կենտրոնում էր։ Այստեղ թշնամին կուտակել էր ամենամեծ քանակությամբ ուժը։ Այստեղ ի պատասխան հոր դաժան սպանության Աշոտ Երկաթը կարգադրեց, որ տիկ անեն մահմեդական հոգևորականին, որն այդ ժամանակ նաև հրամանատար էր։ Հետո Աշոտ Երկաթը հերթով ազատագրեց Շիրակը, Գուգարքը, Վրաստանի մայրաքաղաք Տպխիսը, Աղստևը և Տաշիրը։ Աշոտի հաղթանակները մեծ ոգևորություն առաջացրին երկրի մեջ։ Ու ահա թե ինչպես զարգացան իրադարձությունները։ Յուսուֆն իր բանտարկությունից հետո վերադառնում է Հայաստանը նվաճելու իր մտքին եւ Հայաստան է ուղարկում իր զորավարներից Բշիրին։ Բշիրը կարծելով, որ հայոց արքա Աշոտ Երկաթը սխալ է գործել գտնվելով Սևանակղզու իր ամրոցում, շտապում է օգտվել այդ սխալից։ Բայց չկարողանալով ջրային արգելքները հաղթահարել, ամբողջ զայրույթը ժողովրդից է հանում, կոտորելով անզեն ու անմեղ մարդկանց։ Աշոտ Երկաթը այդպես էլ կղզուց դուրս չի գալիս, բայց ափ է ուղարկում իր հրամանատարներից Գևորգին։ Գևորգը մի քանի հոգով ափ հասնելուն պես իր անձնական քաջության շնորհիվ հրաշքներ է գործում։ Նա կայծակնահար գրոհում է Բշիրի մարդկանց վրա եւ հաղթանակներ տոնում։ Այդպես մի անգամ 20 հոգով հանդիպում է Բշիրի 1000 հոգանոց գնդին եւ այնպիսի արագ եւ ուժեղ հարձակում է գործում, որ թշնամին անկարգ փախուստի է դիմում, թողնելով բազում սպանվածներ։ Գրում է պատմիչը։ Եթե Աշոտ առաջինի դեպքում ավելի կարևոր էր խուսանավելը, անհրաժեշտության դեպքում զիջելը, ապա Աշոտ Երկաթը նույնիսկ եթե ուրիշ բնավորություն էլ ունենար, նրան պետք կլիներ համառություն դրսևորել, որովհետև նա զիջելու բան այլևս չուներ։ Կատաղած Բշիրը փակում է Սևանակղզու բոլոր ցամաքային ճանապարհները, որոնցով կարող էր արքան սուրանդակներ ուղարկել։ Աշոտ Երկաթի համար խնդիր էր ոչ միայն Բշիրի մեծաթիվ բանակը, այլ նաև հայկական զորակազմը, որը հիմնականում կազմված էր նետաձիգներից։ Թերևս մեծ բարեբախտություն էր, որ Հայաստանի ղեկը ստանձնեց իր բնավորությամբ անզիջում հատկանիշներ ունեցող այդպիսի մի անձնավորություն, որը կարելի ասել ոչ միայն քաղաքականության մեջ էր անզիջում, այլև իր անձնական շփումներում պատահական չի, որ նրա դեմ շատեր ապստամբություն են բարձրացրել, ընդհանուր միջև իր հարազատ եղբայր Աբասը։ Հայոց արքան հայտնի էր իր անսովոր որոշումներ կայացնելու ունակությամբ, եւ կղզում գտնվող 11 ձկնորսական նավերով որոշում է ափ ուղարկել 70 իր ամենաընտիր աղեղնավորներին։ Այդ աղեղնավորները նույնիսկ չէին վրիպում մազից։ Լավ քողարկելով իրենց զենքերը
հայերը տպավորություն են ստեղծում, թե գալիս են հանձնվելու, ընդ որում արքան նույնպես գտնվում է նավերից մեկում։ Ափ հասնելուն պես հայերը սկսում են նետահարել թշնամուն, որոնք հավաքվել էին տեսնելու, թե ինչպես է ձերբակալվում հայոց արքան։ Նա երբեք չի մտածել զիջելու մասին, չի մտածել նահանջելու մասին։ Նա ուներ նպատակ եւ իր ամբողջ կյանքը նվիրել այդ նպատակին հասնելու։ Հայ աղեղնավորները հարվածի տակ են առնում թշնամու ամենախիտ հատվածը՝ կենտրոնը, եւ զորքը բաժանելով երկու մասի, տեղ են ազատում փոքրականակ ծանրազեն հետևակի ապիշնելու համար։ Մեր հակառակորդների ախորժակը զսպում է այն էներգիան, այն գերբնական ուժը, որին իրանք հանդիպում են։ Այն երևույթը, որ ցանկացած ռազմավարական քայլ, որը իրանք դիտարկել են, ծրագրել են, բախվում է մի անբացատրելի երևույթի, որը պարադոքս է եւ որը հնարավոր չի իրենց կողմից վերլուծության։ Հայերը հիմնականում նշան էին բռնում թշնամու աչքերին, եւ ինչպես պատմիչն է նշում, նրանցից շատերը մնացին միական, իսկ շատերն էլ խորխոցեր ստացան։ Թշնամին չկարողանալով դիմադրել ծովից տեղացող մահաբեր տարափին, խուճապահար փախչում է։ Բշիրն այլևս չի կարողանում խուճապահար իր զորքից մարտակարգ ձևավորել, իսկ հաղթանակը իր ավարտին է հասցնում ափ ասած ծանրազեն հետևակը։ Աշոտ Երկաթը հասավ նրան, որ արաբների հետ քաղաքական կապերը ամբողջությամբ վերացվեցին, նրան ճանաչեցին որպես լիարժեքորեն անկախ թագավոր, որպես շահնշահ, որից բարձր այլևս ոչ մեկը չկա։ Նա այլևս ոչ մեկին հարկ չէր վճարում, այլևս հաջորդ թագավորները որևիցե մեկից թագ ստանալու կարիք չունեին, սա լիարժեքորեն անկախ ինքնիշխան պետություն էր։ Հետաքրքիր է, որ արաբական բռնատիրության դեմ մղած հայ ժողովրդի երկդարյա հերոսական պայքարն է ընկած ազգային էպոսի հիմքում։ Սասունցի Դավթի գաղափարական ոգին դա հայ ժողովրդի պայքարն է հանուն իր անկախության, հանուն պետականության, հանուն իր ազատության, հանուն ազգային նկարագրի եւ հավատքի եւ ամենակարևորը հանուն չձուլվելու։ Երբեք չհանձնվել, որպես ուղենիշ ունենալ միայն ազատություն։ Ահա եւ հերթական բանալին։ Մեր ժողովրդի պատմություն ազատագրական շարժման մի ամբողջ շղթա է։ Դա ազատատենչ ժողովրդի պատմություն է։ Ժողովրդի, որին որքան էլ փորձում են մասնատել, որպեսզի տիրեն, միևնույն է, հավաքում է իր բաժան մասեր ու դառնում մի ամբողջություն։ Հաջորդ պատմությունը, որ ուզում եմ պատմել ձեզ, Արցախի եւ Սյունիքի ազատագրության փառահեղ մի դրվագ է, որից մեզ բաժանում է 300 տարի։ 16-ից 18-րդ դարերում Հայաստանը շարունակում էր բաժանված մնալ մերձավոր արևելքի երկու տերություններին՝ Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Իրանի միջև։ 18-րդ դարի սկզբներին Հայաստանի բնակչությունը ենթարկվում էր իրանական խաների սոցիալական եւ ազգային ճնշումներին։ Մյուս կողմից Պարսկաստանում սկսվել էր աղվանների ապստամբությունը Պարսից իշխանության դեմ։ 1722 թվականին նրանք գրավել էին Իրանի մայրաքաղաք Սպահանը եւ ոչնչացրել կենտրոնական իշխանությունը։ Օգտվելով Իրանում տիրող անիշխանական այս վիճակից, հյուսիսային ցեղերն ասպատակում էին դեպի Հայաստան, իսկ Օսմանյան կայսրությունը բաց չէր թողնում հնարավորությունը հրահրել նրանց։ Այս իրավիճակում լայն թափ ստացան ազատագրական շարժումները Արցախում եւ Սյունիքում։ Ու չնայած մահմեդականություն ընդունած իշխաններն ու մելիքները բավականին հզոր էին, այնուամենայնիվ 1722 թվականի ապստամբությամբ Արցախն ամբողջությամբ ազատագրվեց։ Նույն ժամանակ ազատագրական շարժումները սկսվեց նաև Սյունիքում։ Սա այն հազվագյուտ շարժումներից է, որը հիմնված էր ոչ թե իշխանների, այլ պարզ ժողովրդական շարժման վրա։
Դավիթ բեկի գլխավորությամբ Սյունիքից դուրս շպրտվեցին պարսիկ խաներն ու բեկերը։ Ու ահա թե ինչ զարգացում ունեցան իրադարձությունները։ Սյունիքի ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար Վրաստանից Հայաստան է գալիս իշխան Դավիթ բեկը։ Նա հաստատվում է Շինուհայրում, ստեղծում ռազմական խորհուրդ եւ իր շուրջը համախմբում տեղի զինված ուժերին։ Առաջին հաղթական մարտը տեղի ունենում Շիվանշիրում 1722 թվականին։ Այնուհետև Դավիթ բեկը գրավում է նաեւ մահմեդականություն ընդունած Մելիք Բաղրի ամրոցը։ Դավիթ բեկի հաջողություններից ոգևորված ապստամբություն է բռնկվում Կապանում։ Շրջակա մահմեդական ցեղերը որոշում են ճնշել ապստամբությունը։ Վճռական մարտը տեղի է ունենում Չավանդիրի մոտ, որտեղ հայկական զորքը հաղթանակ է տանում։ Կապանի ազատագրումը տևում է մոտ 1 տարի, որից հետո Դավիթ բեկին հաջողվում է ստեղծել հայկական իշխանություն, կենտրոնատեղին դարձնելով Հալիձորի բերդը։ Այնուհետև հայերը Մխիթար սպարապետի գլխավորությամբ կարողանում են գրավել Զևայի անարիկ ամրոցը, կոտորելով տեղի 4000-անոց գայազորին։ 5 փորձից հետո կարողանում են գրավել նաև Որոտանի ամրոցը։ Եթե մենք խոսում ենք 3 կարևոր բանի մասին, հա, հույզ, միտք, գործողություն, շատ կարևոր է, որ մենք մի կողմ դնենք հույզերը եւ արտաքին աշխարհի հետ հարաբերվենք մեր ռազմավարական նպատակների տեսանկյունից եւ դրանից բխեն նաեւ մեր մտքերը եւ մեր գործողությունները, այլ ոչ թե մեր հույզերից։ Եվ եթե մեր ռազմավարական նպատակները դրանք հիմնված են մեր ցանկությունների վրա, անշուշտ դրանք նպատակներ չեն, դրանք երազանքներ են, որոնք ցավոք մենք տեսնում ենք, որ երբ որ փլուզվում են, դրանից առաջանում է մեր տրավմաները, մեր ցավերը եւ այլն։ Երբ որ մեր ռազմավարական նպատակները բխեցնում ենք մեր մտքերից եւ դրանց հաջորդող գործողություններից, ապա դրանք հաջողվում են։ Պարսկական նվաճողներին դիմագրավելուց եւ իրենց անկախությունը ամրագրելուց հետո Սյունիքն ու Արցախը ստիպված են լինում դիմագրավել նաեւ օսմանյան զորքերին։ Երևանը գրավելուց հետո Արևելյան Հայաստան մտած օսմանյան բանակը 1726 թվականին հարձակվում է Կապանի հայկական իշխանության վրա։ Դավիթ բեկը ամրանում է Հալիձորում, որը շուտով թուրքերը պաշարում են։ Այնուհետև թուրքերը ամեն օր հարձակվում են Բերդի վրա, փորձելով գրավել այն, բայց հարյուրավոր զոհեր թողնելով Պարսպի պատերի տակ ստիպված նահանջում են։ Եթե մեր ազգը ունի շուրջպար, որի ընթացքում ուսուսի տալով, այդ ռիթմը լսելով դու զգում ես իսկապես, թե ինչպես են խաղում քո բջիջները քո օրգանիզմում, ինչպես է քո արյունը հոսում քո երակներով, դու զգում ես այդ ռիթմը, այդ խմբի ու դու զգում ես քո հզորությունը, միանշանակ զգում ես քո հզորությունը։ Դա խոսում է միայն այն մասին, որ մենք այդ միասնականությունը ունենք։ Պաշարման վերջին օրը թուրքական բանակում անսովոր եռուզեր էր։ Դրանք որոշել էին այդ օրը անպայման գրավել Բերդը։ Արևածագին թշնամին բաժանվեց 3 խմբի եւ տարբեր կողմերից մոտեցավ դեպի Բերդի պարիսպները։ Թուրքերը փորձեցին Բերդին աստիճաններ մոտեցնելով բարձրանալ պարիսպների վրա։ Ձորը թնդում էր հնանոթների որոտից եւ թմբուկների զարկից։ Թուրքական զորքերը ալիք առ ալիք մոտենում էին պարիսպին։ Սակայն նրանց չէր հաջողվում բարձրանալ պարիսպի վրա։ Հայ մարտիկները քաջաբար ետ էին մղում նրանց գրողները, ջարդում էին վեր սողացող թուրքերին, որոնք կարկտահար վաղահաս թզերի նման թափվում էին սանդուղքների տակ։ Գրում է պատմաբան Ստեփանոս Շահումյանը։ Նույն սաստկությամբ գրոհի շարունակվելու դեպքում ամրոցի անկումը անխուսափելի կլիներ։ Ուստի հայկական հրամանատարությունը որոշում է ճեղքել պաշտպանությունը եւ անցնել հակագրոհի, ինչն էլ հաջողությամբ է պսակվում։ Միայն այդ օրը թուրքական բանակը 13000 զոհ թողնելով խոճապահար փախչում է։ Ամենաբարդ հարցը ինչպես գոյատևել ժամանակակից աշխարհում, երբ որ քո սահմանակից պետություններին դու դժվարանում ես կոչել հարևան։ Պիտի կարողանաս առաջինը հասկանալ ինչպես կարող ես գծել համակեցության պայմաններ։ Հալիձորի նշանավոր հաղթանակը օսմանցիների դեմ այնքան է ոգևորում հայերին, որ նրանք շատ արագ Կապանը մաքրում են թուրքերից։ Օսմանյան բանակը նահանջում է մինչև Մեղրի։ Մխիթար սպարապետն ու Տեր-Ավետիսը թուրքերին մղում են դեպի Մեղրիի կիրճը, որի ելքը հայերը նախապես փակել էին։
Կիրճում կոտորվելուց հետո Օսմանյան բանակի մնացորդները կարողանում են փախնել մինչև Արաքս եւ անցնել գետը։ Հայերը ազատագրում են Մեղրին եւ ապահովում լիակատար հաղթանակ։ Աշխարհագրական եւ քաղաքական իրավիճակը դիտարկելով, ընդունելով, հասկանալով, դիրքավորման տեսակետից եթե նայենք հոգեբանական պրիզմայով, ապա պետք է բնականաբար հաշվի առնել դրա դրական ու բացասական կողմերը։ Ընդունել էլի այն իրականությունը, որ այո, մենք գտնվում ենք այս աշխարհագրական դիրքում եւ չերազել, որ լավ կլիներ մենք միասին այս մեր պետությունով հողով լինեինք մի այլ տեղ։ Ընդունել, որ եթե մենք այստեղ ենք, ուրեմն այդտեղ ինչ որ դեր ունենք։ Երբ կարդում ես մեր պատմության որևէ դրվագ եւ թվում է թե ավելի վատ ժամանակ դժվար է երևակայել, շատ շուտով հասկանում ես, որ մեր ժողովուրդը հաղթահարել է նաեւ վատթարագույնը։ Իրական ճգնաժամերն ու գոյության սպառնալիքը մեր առջև բացել են նոր ճանապարհներ, ծնունդ տալով ինքնապաշտպանության նոր յուրօրինակ լուծում համակարգերի, ինչպիսիք են օրինակ քրիստոնեության ընդունումը եւ գրերի գյուտը։ Երբեմն մեր միտքը պակաս ստեղծագործական է գտնվել եւ ինքնապահպանման բնազդը ինքնաբացահայտման ճանապարհ չի դարձել։ Պատմությունը մեզ անընդհատ սովորեցնում է ինչն է մեզ խոցելի դարձնում սովորաբար եւ ինչն է մեզ ուժեղացնում։ Մեր հայրենիքը մեզնից յուրաքանչյուրի սիրո եւ գուրգուրանքի կարիքն ունի։ Մեր նախնիները իրենց կյանքի գնով պահել, փայփայել ու մեզ են փոխանցել այս տարածքը, ուր ամփոփված են անթիվ սրտերու հաղթանակներ։ Պետք է մնալ ու տեր կանգնել այդ հաղթանակներին։ Պետք է մնալ ու կերտել մեր ապագան։ Ու հիշենք Թումանյանի խոսքերը. աշխարհի ոչ մի բռնակալ չի կարող ընկճել մեր ազգի կենսունակությունը։